Գիտեք, որ աշխարհում գոյություն ունի ավելի քան 2000 տեսակի պանիր եւ որոշ պանիրներ կարող են նույնիսկ հասունանալ տասնյակ տարիների ընթացքում։ Հետաքրքիրն այն է, որ հնագույն պանիրի հետքեր են գտել նույնիսկ մոտ 7000 տարվա հնությամբ կավե ամանների մեջ։ Արդյոք պանիրը իսկապես առողջարար է, որքան կարելի է ուտել այն եւ ինչպիսի վնաս կարող է ունենալ, եթե չափից շատ օգտագործեք։ Նախ հասկանանք ինչ է պանիրը։ Պանիրը կաթից պատրաստվող մթերք է, որը ստացվում է կաթի սպիտակուցների, հիմնականում կազեինի խտացման միջոցով։ Կաթին ավելացնում են հատուկ ֆերմենտներ կամ թթուներ, որոնք առաջացնում են կաթի մակարդում, այնուհետև ստացված զանգվածը առանձնանում է շիճուկից, աղվում եւ որոշ ժամանակ պահվում է հասունացման համար։ Պանիրի հիմնական օգտակար հատկությունները։ Պանիրը ոչ միայն համեղ մթերք է, այլ նաեւ շատ սննդարար։ Առաջին սպիտակուցի հարուստ աղբյուր է։ Պանիրը պարունակում է մեծ քանակությամբ բարձրորակ սպիտակուց, որը անհրաժեշտ է մկանների, հյուսվածքների եւ բջիջների կառուցման համար։ Օրինակ, 100 գրամ պանիրը կարող է պարունակել մոտ 20-25 գրամ սպիտակուց։ Այդ իսկ պատճառով պանիրը հաճախ է խորհուրդ տրվում երեխաներին, մարզիկներին եւ վերականգնվող մարդկանց։ Երկրորդ կալցիումի կարևոր աղբյուր է։ Պանիրը համարվում է կալցիումով ամենահարուստ մթերքներից մեկը։ Կալցիումը չափազանց կարևոր է ոսկորների ամրության համար, ատամների առողջության համար, մկանների ճիշտ աշխատանքի համար, նյարդային համակարգի համար։ Պարբերաբար, բայց չափավոր պանիր օգտագործելը կարող է օգնել կանխել ոսկորների փխրունությունը։ Երրորդ պարունակում է օգտակար վիտամիններ։ Պանիրը հարուստ է մի շարք վիտամիններով։ Վիտամին A օգտակար է տեսողության համար, վիտամին B12 կարևոր է նյարդային համակարգի համար, վիտամին D օգնում է կալցիումի ներծծմանը, վիտամին K2 կարևոր է ոսկորների եւ սրտի համար։ Այս վիտամինների շնորհիվ պանիրը կարող է լինել առողջ սննդակարգի կարևոր մաս։ Օգնում է էներգիայի արտադրությանը։ Պանիրը պարունակում է նաև ճարպեր, որոնք մեր մարմնին տալիս են էներգիա։ Հատկապես ծանր ֆիզիկական աշխատանք կատարող մարդկանց համար պանիրը կարող է լինել լավ էներգետիկ սնունդ։ Հաջորդը պանիրը օգտակար է աղիների համար։ Որոշ պանիրի տեսակներ, հատկապես բնական եւ հասունացված տեսակները, պարունակում են օգտակար բակտերիաներ, որոնք կարող են նպաստել աղիքների միկրոֆլորայի հավասարակշռությանը։ Բայց պանիրը կարող է նաև վնասել։ Չնայած օգտակարությանը, պանիրը պետք է օգտագործել չափավոր, որովհետև այն ունի նաև որոշ ռիսկեր։ Առաջին պատճառը բարձր աղի պարունակությունն է։ Պանիրի որոշ տեսակներ պարունակում են շատ աղ։ Աղի մեծ քանակը կարող է հանգեցնել արյան ճնշման խնդիրների, սրտանոթային խնդիրների եւ հեղուկի կուտակմանը օրգանիզմում։ Այդ իսկ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս օրական օգտագործել մոտ 30-40 գրամ պանիր եւ ոչ ավելի։ Հաջորդը բարձր կալորիականություն։ Պանիրը բավականին կալորիական մթերք է։ 100 գրամ պանիրը կարող է պարունակել 300-ից 400 կիլոկալորիա։ Եթե այն հաճախ եւ մեծ քանակով օգտագործվի, կարող է նպաստել քաշի ավելացմանը, ճարպային կուտակումներին, կարող է առաջացնել նաեւ մարսողական խնդիրներ։ Որոշ մարդիկ ունեն այսպիսի մի հիվանդություն, որը կոչվում է լակտոզայի անհանդուրժողականություն։ Այս դեպքում պանիրը կարող է առաջացնել փքվածություն, որովայնային ցավ, մարսողական անհարմարություն։ Սակայն պետք է նշել, որ որոշ հասունացած պանիրներ պարունակում են շատ քիչ լակտոզա։ Եվ վերջապես հագեցած ճարպերի մեծ քանակ։ Պանիրը պարունակում է հագեցած ճարպեր, որոնք մեծ քանակով օգտագործելու դեպքում կարող են բարձրացնել խոլեստերինի մակարդակը։ Սա կարող է մեծացնել սրտանոթային հիվանդությունների վտանգը, հատկապես եթե մարդը ունի նման խնդիրների նախատրամադրվածություն։ Որ պանիրներն են համարվում ավելի առողջ։ Մասնագետները խորհուրդ են տալիս նախընտրել ավելի բնական եւ քիչ մշակված պանիրներ։ Օրինակ՝ մոցարելա, ֆետա, ռիկոտա, կաթնաշորային պանիրներ եւ հայկական ավանդական պանիրներ։ Այս տեսակները հաճախ ավելի քիչ ճարպ եւ աղ են պարունակում։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել ենք այսքանը։ Շնորհակալություն տեսանյութը մինչև վերջ դիտելու համար։ Մեկնաբանությունների հատվածում անպայման գրեք. սիրում եք պանիր, օրական որքան եք օգտագործում։ Լավ եղեք եւ առողջ մնացեք, մինչ նոր հանդիպում։